Եթե կան մարդիկ, ովքեր ենթադրում են, որ ամերիկյան կողմը կարող է Հայաստանում կատարել այնպիսի ներդրումներ, ինչպիսի ներդրումներ կատարել է Հայաստանում, օրինակ սովետական իշխանությունը, անկախ տարբեր վերաբերմունքից այդ պետության հանդեպ, եւ որպեսզի մենք կարողանայինք Հայաստանում ունենալ, ասենք ունենալ քլորոպրենային կաուչուկի նայրիտ գործարանը, կամ Հայաստանի ատոմակայանը, կամ ասենք Վանաձորի քիմիական գործարանը, այսինքն խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկաները, որևէ պետություն նման ներդրումներ Հայաստանում չի կարող անել, չի անելու եւ այն հանգամանքից ելնելով, երբ որ մենք ունենք իշխանություն, որը հայտարարում է, հա, կառավարության ղեկավարի անձը զբաղեցնող մարդը կառավարության նիստին տեսախցիկների առջև հայտարարում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետները շարունակում են Հայաստանը լքել եւ դա մեր համար խոշոր մարտահրավեր է։ Հիմա ասենք որ ով է, այսպես ասած, հացը խելքը հացի հետ կերել, որ գա նման երկրում նման ներդրումներ իրականացնի, որ մի հատ էլ մտածենք, տենանք այդ ներդրումները մեզ կօգնեն, թե չեն օգնի։ Եվ աշխարհի պատմությունից հայտնի է, ասենք, երբ որ հռոմեացի զինվորը Արքիմեդին սպանեց, այդ հռոմեացի զինվորին ընդհանրապես հետաքրքիր չէր, հա, թե Արքիմեդը ով է, նույնը, ասենք, Ալեքսանդրիայի գրադարանը այրելու հետ կապված, հա, երբ որ ասենք պարսիկները գրավեցին, ավիրեցին Աթենքը։ Չէ, դե այստեղ արդեն այլ մոտեցում է ղեկավարության կողմից։ Ամեն դեպքում մենք ունենք այո պատմության մեջ շատ օրինակներ, որ ամերիկյան նույնիսկ ներդրումներ եթե արվել են, դրանք զերծ չեն պահել հնարավոր հարձակումներից, գուցե հենց ինքը ԱՄՆ-ը եւս հրահրել է այդպիսի հարձակումներ, այսինքն դրա մասին երևի թե չի կարելի ասեմ ավելին, այլևս այդ փաստերը գոյություն ունեն, պատմաբանները սրա մասին կարող են ավելի փաստարկված խոսեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի որոշ շրջանակներ մի կողմից ֆինանսավորել են եւ Հիտլերյան Գերմանիային եւ որոշ շրջանակներ էլ ֆինանսավորել են խորհրդային միությանը, բայց հասկանալի է, չէ՞, որ այսինքն այստեղ խնդիրը ներդրումները չեն, խնդիրը այն հեռահար նպատակն է, որը այդ երկիրը ցանկանում է լուծել, բայց գիտեք նման հայտարարություններ անելուց առաջ նախ պետք է բանակցել, հա, այսինքն պետք է առարկայական փաստաթուղթ լինի սեղանին, որ ասվի, գիտեք, օրինակ չգիտեմ, Իլոն Մասկը պատրաստվում է Հայաստանում կառուցել SpaceX-ի ամենավերջի չլսված գործարանը, ենթադրենք, ասենք վաղը չմիսօրը այդ գործարանի այդ առաջի քարը դնում ենք։ Հիմա երբ որ իրանք դա կարողանան անեն, նոր դրանից հետո հետևություններ կլինեն։ Այս խոսակցությունները դրանք տեղին են, թե տեղին չեն, բայց եթե իշխանությունները շարունակեն մնան, այդ գործարանը աշխարհագրորեն կարող է այս տարածքում կառուցվի, բայց քաղաքական եւ պետական առումով Հայաստանի Հանրապետությունը չի լինի։ Եվ դա այդտեղ աշխատող սպասարկող մասնագետներն էլ շատ տարակուսելի է թե ովքեր կլինեն։ Չմոռանանք նաեւ թե Հայաստանում ինչպես են վերաբերվում օտարերկրյա ներդրումներին, եթե կարելի այդպես ասել, եթե չեմ սխալվում, այսօր դեռևս շարունակվում է արբիտրաժային դատարանում, հիշում եք աղբահանության գործով զբաղվող ընկերություններ, որը Հայաստանում զբաղվում էր այդ գործով, հետո պետականացրեցին եւ իրենք դիմեցին դատարան։ Եթե չեմ սխալվում, այդ դատական գործը ավարտված չէ եւ քաղաքային իշխանությունների դեմ դեռևս այդ process-ը ընթանում է։ Մյուսը հեծն է, որի գործը եւս հայտնվել է արբիտրաժային դատարանում։ Այսինքն նմանատիպ խնդիրներ ունեցող երկրում որևէ օտարերկրյա, այլ չեմ խոսում հայրենակիցների մասին, գործարար կհամարձակվի ներդրումներ անել, այն էլ նմանատիպ խոշոր չափերով, մի կողմ եմ դնում մյուս խնդիրները, մասնագետների առկայություն, իրենք կարող են իրենց մասնագետներին բերել։ Ծիծաղելի է առնվազն հնչում։ Ես կարող եմ նկատառում անեմ եւ մի օրինակ բերեմ, շատ խոսուն օրինակ։ Նախ ներդրումային տեսանկյունից մարդիկ երևի մոռացել են, հա, այսինքն այս իշխանությունների բերած ողբերգությունները այնքան շատ են եւ ամենօրյա ռեժիմով այնքան են սաստկանում, որ մեր հիշողությունը երբեմն սկսում է դրանք հետին պլան մղել։
այս իշխանությունը ոչնչացրել է բանկային գաղտնիք հասկացողությունը։ Մաշինը մարդիկ գիշեն թե չէ, անցած թե նախանցած տարի որոշվեց, որ ուժային կառույցները ցանկացած պահի, ցանկացած մարդու եւ ընկերության բանկային տվյալներ կարող են մուտք ունենալ եւ տեղ հասանելիության խնդիր չեն ունենալու։ Սա այսինքն որևէ ընկերություն այս պայմաններում նաև հայտարարագրի հետ կապված բան։ Հայտարարագրի մի կողմ, բայց այսինքն հատկապես կորպորատիվ իրականության համար բանկային գաղտնիքը դա կենսականորեն անհրաժեշտ երևույթ է օդ ու ջրի նման։ Հիմա ինչ վերաբերվում է ամերիկյան ներդրումներին եւ ամերիկյան ընկերություններին։ Իմ ավակ ընկերներից տարբեր մարդիկ կա սրա մասին կարող են ավելի մանրամասն պատմել։ Օրինակ Հայաստանի ամերիկյան համալսարանը երբ որ Հայաստանում բացվել է, որը ասենք չենք կարող ասել, որ ԱՄՆ-ի կառավարության ուղիղ միջամտությամբ կամ ուղիղ ֆինանսավորմամբ է բացվել, հայկական կողմը դեռևս նախկին այդ իրանց ասած նախկինների ժամանակ այնքան ջանքեր է թափել, որ կարողանա այդ համալսարանը բացվի, ընդ որում դա հնարավոր է եղել անել հայկական սփյուռքի ակտիվ աջակցությամբ, հիմքում ունենալով, ասենք, Լիբանանի ամերիկյան համալսարանի փորձը, դասախոսական անձնակազմը, գործարարները, այսինքն լուրջ աշխատանքներ ջանքեր են տարվել, որպեսզի օրինակ Հայաստանի ամերիկյան համալսարանը Հայաստանում հնարավոր լինել կառուցել։ Հիմա այն պարագայում, երբ որ դա նորից եմ կրկնում, այսինքն ԱՄՆ-ի ուղիղ ֆինանսավորմամբ չի եւ կառավարության ուղիղ միջամտությամբ չի, այսինքն կրթական դաշտը պետք է որ այս որտեղս որ մի քիչ որտեղ հարցեր կան, ակադեմիական ազատության շրջանակներում ազատ է այդ համագործակցությունը կազմակերպելու, բայց այն դժվարությունները, որը հաղթահարվել է ժամանակին այդ համալսարանը բացելու համար, իմ համար ուղղակի ասենք անհասկանալի է, թե իրանք այդ ինչ ներդրումների մասին են խոսում, ովքեր են այդ ներդրողները, երևի նրանք եւ որտեղ պետք է այդ ներդրումները արվեն։ Երևի նրանք, ովքեր մետրոն կառուցեցին, մետրոյի նոր կայարանը կառուցեցին, հիմա էլ արդեն ճոպանուղու գիծն են գցում, պարոն Նազարյան, երևի նրանց մասին է խոսքը։ Ծիծաղում եմ իհարկե, բայց սա ողբալի բան է, որովհետեւ փաստացի երկրում, որտեղ ներդրումներ չեն արվում, արդեն իսկ մտահոգիչ վիճակ է, նշանակում է այդ երկիրը որևէ ձևով գրավիչ չէ արտաքին, նորից եմ ասում, նույնիսկ սփյուռքի ներդրողների համար, ուրեմն այդ երկրում վիճակը բավականին տխուր է։